Կառավարության նիստում ֆինանսների նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա օրենսդրական փոփոխություններով պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այժմ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը, իսկ եթե քաղաքացին փոփոխություն չի անում, այն վերջնաժամկետի օրը համարվում է ներկայացված։ Սոցիալական ծախսերի փոխանցումը տրամադրվում է, եթե անձը ներկայացրել է էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Նախագծով առաջարկվում է կառավարության որոշումը համապատասխանեցնել այս փոփոխություններին։ Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2025-ին 2024 թվականի հայտարարագրման արդյունքում քաղաքացիները ստացել են 6.2 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտ։ Դատարանը մերժել է հայաստանյաց առաքելական եկեղեցու փաստաբանների միջնորդությունը նախկին հոգևորական Արման Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը մինչև վերջնական ակտիկայացումը պարտավորեցրել է վերականգնել Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում ներառյալ նա լիազորություններն ու թեմի ֆինանսների տնօրինումը։ Իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը փոխվել է տնային կալանքի։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մեղադրվում է անօրինական հավաքների մասնակցել է խոչընդոտելու կամ հարկադրելու եւ ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով։ Ադրբեջանական գերությունից մեկ ամիս առաջ վերադարձած Վագիվ Խաչատրյանը նոր քմարաշ-բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Նրան կրկին կվիրահատե։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Վագիվ Խաչատրյանի դուստրը Վերա Խաչատրյանը։ Հայրիկիս ճնշումը չի կարգավորվում, արիթմիա է առաջացել, վտանգ կարող է առաջանալ։ Բժիշկներն ասել են, եթե այդ սարքը չտեղադրեն, կարող է սրտի կանգ գրանցվել, պատմել է Վերան։ Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ։ Այն կկարողանա ներգրավել ինչպես երկրում մարտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու, այնպես էլ միջազգային մարդասիրական առաքելություններին մասնակցելու նպատակով։ Ըստ կառավարության որոշման, այն պետք է լինի ինքնաբավ, ապահովված անհրաժեշտ անձնակազմով, սարքավորումներով, սննդով եւ այլ միջոցներով, որպեսզի կարողանա ցանկացած վայրում իրականացնել բժշկական օգնություն։ Իրավական հիմքեր ստեղծելու համար ազգային ժողով է ներկայացվել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ։ Սևանալճում Սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել եւ առգրավել են 12,000 սիգ, մոտ 4.5 տոննա քաշով։ Սևանալճում Սիգի ձվադրման շրջանում ամեն տարի արգելվում է Սիգի որսը, ձկնատեսակի վերարտադրողականությունը ապահովելու նպատակով։ Այս տարի արգելքը գործել է նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը։ Նախորդ տարվա համեմատ խախտումները նվազել են, սակայն դեռևս արձանագրվում են դեպքեր, որոնց համար կիրառվում են վարչական, իսկ որոշ դեպքերում նաեւ քրեական միջոցներ։ Արգելքի ընթացքում էկոպարեկներն ու ոստիկանությունը հայտնաբերել են ապօրինի որսի տասնյակ դեպքեր, առգրավել են հազարավոր սիգեր, ինչպես նաև լողամիջոցներ ու ձկնորսական ցանցեր։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տյառ Ընդառաջի տոնը, որի խորհուրդն է Մանուկ Հիսուսի տաճարին ընծայումը։ Ամենայն հայոց կաթողիկոսը այն հռչակել է նաև նորապսակների օրհնության օր։ Մայրաթորից հայտնում են, որ տոնի առթիվ Մայր տաճարում վաղը 16:30-ին կկատարվի երեկոյան ժամերգություն եւ նախատոնակ, որի ավարտին կվառվի Տյառ Ընդառաջի խարույկը։ Շաբաթ առավոտյան պատարագի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։ Նարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։